Բարեկամներ, խաղային երեկոն շարունակվում է մեզ մոտ, քիչ առաջ Կադիսը հաղթեց Վոտֆորդին 4-2 հաշվով, հիմա տեսնում ենք այսօրվա վերջին հանդիպումն է ընթանում մեզ մոտ, որտեղ միմյանց հետ Բենֆիկան, միմյանց հետ մրցում են Բենֆիկան եւ Այաքսը, հանդիպումը մեկնարկած է, տեսնենք ինչպես կընթանա այս հանդիպումը ի վերջո բարեկամներ, հիմա անցնեմ թիմերի հայտարարություններին, Բենֆիկա դարպասը պաշտպանում է Համար 12 թիմի ավակ Սուրեն Սարգսյանը, համար 3 Արտակ Այվազյան, համար 5 Արամ Եգանյան, համար 6 Սեմյոն Պետրոսյան, համար 8 Դավիթ Յավերյան, համար 9 Արշակ Սարգսյան, առաջին հարվածը տեսանք այս խաղում, Այաքսի կատարմամբ, համար 10 Վարդգես Իսրայելյան, համար 11 Դավիթ Աթայան, համար 26 Գենա Սաքունց, համար 57 Հարություն Մկրտչյան և համար 77 Հրաչ Ղազարյան։ Բենֆիկան է անցել գրոյի, բայց լավ պաշտպանությունում գործեց հիմա տեսնում ենք Հովիկ Իսկանդարյանը Այաքս դարպասապահ համար 1 թիմի ավակ Արա Եսայան, համար 4 Մոս Պունյաթյան, համար 5 Արտյոմ Սարգսյան, տանգավոր հիմա կարող է լինել Դավիթ Յավերյան հանդիպման հաշիվը բացված է բարեկամներ 1-0 Դավիթ Յավերյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ բարեկամներ, հենց մեկնարկում կարողացավ Բենֆիկան իր առաջին գրով հաշվի մեջ առաջ անցնել, հիմա վտանգավոր խաղաց այստեղ Արա Եսայանը, շարունակեմ Այաքսի կազմը, համար 8 Վայր Պողոսյան, համար 9 Հովանես Գյուրեղյան, 2-0 տեսնում ենք կրկին Բենֆիկան առաջ է անցնում այս խաղում Հարություն Մկրտչյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Բենֆիկան շատ արագ մեկնարկ է տեսնում ենք Բենֆիկայի կողմից 2 րոպեում 2 գոլ Նրանց կողմից ես դեռ չեմ կարողանում ավարտին հասցնել Այաքսի կազմը Հիմա վերջացնեմ նրանց կազմը Համար 10 Սարայիկ Ավետիսյան, համար 11 Հովիկ Իսկանդարյան և համար 90 Դավիթ Հայրապետյան Այսքանը կազմերի մասով հիմա տեսնենք ակտիվ են մեկնարկել երկու թիմերը Բենֆիկան 2 գոլի հեղինակ դարձավ այս 2 րոպեվա ընթացքում Յավերյան փոխանցում հետ Եգանյան լավ խաղակում Յավերյանի հետ Խելայեղ մեկնարկ տեսանք բարեկամներ Բենֆիկայի կողմից 2 գոլ 2 րոպեում Այաքսը տեսնենք ինչով կպատասխանի այս 2 գոլին Բայց Պողոսյան այստեղ փոքր անաջող փոխանցում կատարեց Բենֆիկայի գրոջ ստացվեց և կարող է հարկագրոյել հիմա Այաքսը փոխանցում շտապեց մի փոքր հիմա տեսնում ենք Իսկանդարյանը, բայց արագ խլեց գնդակահարված և գոլ կրճատված է հանդիպման հաշիվը բարեկամներ Հովիկ Իսկանդարյան 2-1
Հովիկ Իսկանդարյան 2-1 5-րդ րոպե բարեկամներ կրճատեց հանդիպման հաշիվը Այաքսը Սուրեն Սարգսյանի սխալից օգտվեց։ Հիմա Իսկանդարյանը 5 րոպեում 3 գոլ տեսանք մեկնարկային 5 րոպեների ընթացքում։ Սիրելի ֆուտբոլասերներ, հրաշալի հանդիպում է ուղղակի ընթանում մեզ մոտ։ Հիմա Բենֆիկան է անցել գրոյի Յավրյան։ Խլեցին գնդակը Եգանյանից, Իսկանդարյան, լավ անցում, Հովիկ Իսկանդարյան, փոխանցում մի փոքր ուժեղ էր Իսկանդարյանը, փոխանցումը այստեղ դաթար բարեկամներ, տեսնենք այստեղ ինչ է պատահել Այաքսի ֆուտբոլիստին։ Այս դաթարի ժամանակ մի փոքր խոսեմ երկու թիմերից որտեղ են գտնվում մրցաշարային աղյուսակում։ Այաքսը 4 խաղից ունի 8 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում 2 խաղ հաղթել են դրանք 2 խաղ ոչ ոքի են գրանցել դեռ պարտություն չունի այս մրցաշարում Այաքսը։ Բենֆիկան նույնքան հանդիպում է անցկացրել, բայց 7 միավոր ունի 9-րդ հորիզոնականում է 2 խաղ հաղթել է 1 խաղում պարտվել, 1 խաղ էլ անցկացրել է ոչ ոքի։ Դեռ շատ հանդիպումներ կան այս մրցաշարում, նոր է մեկնարկել առաջնությունը։ Շարունակվում է հիմա հանդիպումը բարեկամներ։ Բենֆիկան է անցել գրոյի Յավրյան։ Լավ փոխանցում։ Իսրայելյան փակեցին նրա հարվածի ճանապարհը Յավրյան, կրկին Յավրյան, լավ հնարք։ Կրչյանին անցավ գնդակը, նորից հեռացրեցին մի փոքր առաջ գնդակը Այաքսի տղաները և առաջին անկյունայինն է վաստակում այս խաղում Բենֆիկան։ Արագ խաղարկեցին հիմա անկյունայինը Բենֆիկայի ֆուտբոլիստները Մկրտչյան։ Հարված, փակված է այս հարվածի ճանապարհը։ Եվ եզրային նետումը այստեղ Բենֆիկային է լինելու։ Պետրոսյանն է սխալվում այստեղ, բայց կարողացավ իր սխալը շտկել։ Ի վերջո Բենֆիկայի ֆուտբոլիստը։ Վարդգես Իսրայելյանն է իր թիմի լավագույն ռմբարկում։ Այս պահին 5 գնդակ է հեղինակել այս մրցաշարում Բենֆիկայի ֆուտբոլիստը։ Իսկ Այաքսից Դավիթ Հայրապետյանն է լավագույն ռմբարկում 6 գոլով։ Լավ անցում Պետրոսյանից։
Կրկին անցնում է գրոյի այակ ներողություն Բենֆիկան, բայց այստեղ խլեց գնդակի Գյուլիանը Ավետիսյան խաղարկեց գնդակը Գյուլիանի հետ, փոխանցում Հիմա հակառակ ուղղությամբ կտեսնենք անկյունային հարված այս անգամ Այաքսի օգտին Պաշտպանները շատ մեծ են, չեն կարող անցնել։ Ավետիսյան փափուկ փոխանցում եւ Հայրապետյանի հարվածը այստեղ չկայացավ ի վերջո ուժեր էր երկար փոխանցում է Սեմյոն Պետրոսյանին անցած հանդիպումը բաց թողեց Բենֆիկայի ֆուտբոլիստը բայց երկու նորեկները Բենֆիկայի շատ լավ հանդիպում անցկացրեցին անցած մրցավեճում Եգանյանը եւ Յավերյանը հիմա Այաքսն է անցել գրոյի Հայրապետյան թողեց գնդակը Մաքսին Եվ եզրային նետում ի վերջո Այաքսի օգտին Գավանցում հիմա Բենֆիկայի խաղացողից, հրաշալի փոխանցում Յավերյանի, փոխեց գրոյի եզրը, լավ փոխանցում Սարգսյանին, արված Եսյանն է փրկում իր թիմին, Արշակ Սարգսյանին, հարվածից հետո առաջին սեյվը տեսանք այս խաղում Արա Եսյանի կողմից, Գանյան, լավ փոխանցում, այստեղ էլ փոքր հեռացրեց գնդակը հիմա Գյուլիանը երկար փոխանցում դեպի Հայրապետյանին, բայց գնդակի տերը այստեղ Պետրոսյանն է Լավ փոխանցում Բունյաթյանից տեսնում ենք ձախ եզր դեպի Ավետիսյանը, բայց Պետրոսյանը լավ գործեց պաշտպանությունում Ավետիսյան, փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացնում է գնդական Աթայանը Մի փոքր տեսնում ենք Այաքսի գոլից հետո խաղի տեմպը ընկավ Հարկումներ Յավերյանը բայց այստեղ Բունյաթյանն է նետվել առաջ, փոխանցումը չստացվեց Հոս Բունյաթյանի Բայց կրկին խլեց շատ արագ գնդակը Այաքսը Ավետիսյան, փոխանցում Գյուլիանին Կին արված Հայրապետյան և գոլ Հավասարեցված է հանդիպման հաշիվը բարեկամներ 2-2 Դավիթ Հայրապետյան 2-2 հանդիպման հաշիվը հավասարեցված է կարողացավ երկու գնդակի
Տարբերությունը վերականգնել Այաքսը այս խաղում հրաշալի գործեցին այս վերջին դրվագում։ Նրանք Հայրապետյանի 7-րդ գոլը այս մրցաշրջանում Իսկանդարյանը ասիստի հեղինակ դարձավ, հիմա անցել է Բենֆիկան գրոյի փոխանցում Այվազյանի փոխանցումը անհաջող ստացվեց ի վերջո, արագ խաղարկեց հիմա գնդակը Եսայանը Սարգսյան հետվել է առաջ Արտեմ Սարգսյանը երվից հարված Հայրապետյան, տեսնենք ուշացրեց մի փոքր հարվածը Հայրապետյանը, հիմա հարվածեց շատ ուշացրեց հարված այստեղ Դավիթ Հայրապետյանը բայց արագ խլում է հիմա գնդակը Այաքսը Իսկանդարյան երվից հարված Սարգսյանն է փրկում իր թիմին և անկյունային Այաքսի օգտին Դաթար տեսնում ենք մի փոքր եղավ այստեղ շարունակվում է հանդիպումը փոխանցում Տուգանային հրապարակ Հայրապետյան փոխանցում Պողոսյանը հարվածեց փակված է այս հարվածի ճանապարհը հիմա նետվում է գրոյի Բենֆիկան բայց Գյուրեղյանը լավ գործեց պաշտպանությունում հրաշալի անցում Իսրայելյանից փոխանցում Բունյաթյանը հեռացրեց գնդակը Եվ կոպիտ գործեց այստեղ հիմա Այաքսի ֆուտբոլիստը Եգանյանի հետ պայքարում և զգուշացվում է դեղին քարտով Արտեմ Սարգսյանն էր այնտեղ խախտել խաղի կանոնները Երկար փոխանցում Հայրապետյանի ուղղությամբ Սարգսյանը դուրս եկավ և հեռացրեց գնդակը Կրչյան շատ լավ շարժվեց առաջ արագությունը Կրչյանը բայց հեռացված է գնդակը Միաթյանն է այստեղ էլ սխալվում փոխանցում կրկին լավ գործեցին պաշտպանությունում Այաքսի տղաները և կարող է հիմա հակագրոել Այաքսը Սարգսյան այստեղ էլ կոպիտ գործեցին հիմա Կանգավոր Կրքերը բորբոքվեցին այստեղ բարեկամներ Բարեկամներ շարունակվում է հանդիպումը Բարեկամներ հանդիպումը շարունակվում է հիմա Տուգանային է վաստակել Այաքսը փոխանցում հեռացված է գնդակը Իսրայելյան լավ անցում բայց կրկին պաշտպանությունում գործեցին հիմա Այաքսի ֆուտբոլիստները շարունակվում է Բենֆիկայի գրով Ազարյան փոխանցման ճանապարհը փակեց Իսկանդարյանը Դեղին քարտ էր բաժանեց այս վերջին դրվագում Խաղի մրցավարը
Հիմա երվից հարված տեսանք, փրկում է իր թիմին, Եսյանը երկրորդ սեյվը տեսանք Այաքսի դարպասապայից երկար փոխանցում Աղեղյան, վտանգավ կարող լինել, Բունյաթյանն է հեռացնում գնդակը Բայց լավ գործեց այստեղ Ղազարյանը հիմա պաշտպանությունում Վերջին 5 րոպեն է մեզ մոտ բարեկամներ առաջին կեսի ավարտի 2-2 է հաշիվը բարեկամներ սկզբում 2 գոլի առավելություն ուներ Բենֆիկան, բայց կարողացավ այդ հաշիվը վերականգնել Այաքսը Իսկանդարյան հարված փրկեց Հիմա իր թիմի Սուրեն Սարգսյանը և անկյունային կլինի Բենֆիկայի դարպասին Բունյաթյան հարված, վտանգավոր էր Մոս Բունյաթյանի հարվածը Արագ խաղարկեց հիմա գնդակը Սուրեն Սարգսյանը Իսրայելյանն էր ձախ եզրում Իսրայելյանը փոխանցում ստացվեց այս փոխանցումի Իսրայելյանին և խաղաղտում նրա այդ պայքարում Տեսնենք ինչ է տեղի ունեցել այստեղ Ի վերջո շարունակվում է հանդիպումը բարեկամներ, մի փոքր խառնաշփոթ էր Աշտի կենտրոնում Գանյանը սխալվեց այստեղ Գանյանը փոխանցում կատարելիս Իսկանդարյանի փոխանցումն փակված է Անակվում է Այաքսը գնդակով լինել, բայց Արագ խլեց հիմա գնդակը Բենֆիկան, Դավիթ Յավերյան Սում այստեղ չհասկացան նրանց Յավերյանն ու Արտակ Այվազյանը Կրչյան, լավ պայեց իր մոտ գնդակը հարուցումը Կրչյանը Երկար փոխանցում Այվազյանի ուղղությամբ, բայց այստեղ Բունյաթյանն է գնդակով, խլեցին նրանից հիմա գնդակը Իսրայելյան պայքարեց Իսրայելյան Բունյաթյանի հետ և խախտում Բունյաթյանի նկատմամբ Երկար փոխանցում դեպի Իսկանդարյանի ուղղությամբ Հովհաննես Իսկանդարյան, լավ փոխանցում հիմա Հայրապետյանին, հարված, շատ բարձր է հիմա հարվածում Լավ դիրքից Դավիթ Հայրապետյանը Հիմա արագ Բենֆիկան է անցնում Երոյի Ղազարյան փոխանցումը փակեց այստեղ Իսկանդարյանը
Եվ վերջ բարեկամներ, առաջին խաղակեսը ավարտված է 2-2 հաշվով, հիմա կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք երկրորդ խաղակեսը տեսնում ենք մեզ մոտ մեկնարկել է եւ առաջին կեսից հետո 2-2 է հաշիվը։ Դրվագներով լի առաջին կես ստացվեց մեզ մոտ, 4 գոլ գրանցվեց առաջին խաղակեսում, 6 անգամ է դեղին քարտ անեց իր գրպանից առաջին խաղակեսում խաղի մրցավարը, հետաքրքիր առաջին կես ստացվեց, տեսնենք ի վերջո երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա բարեկամներ, շատ արագ հիմա ներկայացնեմ թիմերի հայտարարությունները Բենֆիկա, Դարպասում Սուրեն Սարգսյանն է, Արտակ Այվազյան, Արամ Եգանյան, Սենյակ Պետրոսյան, հիմա Եսայանը դուրս եկավ իր տեղից եւ երկար փոխանցում կատարեց Դավիթ Յավերյան, Արշակ Սարգսյան, Վարդգես Իսրայելյան, Դավիթ Աթյան, Գենաս Աքուն, Սարություն Մկրտչյան եւ Հրաչ Ղազարյան։ Այաքս դարպասում է Արա Եսայանը, հիմա երվից արված եւ գոլ։ Հենց մեկնարկում կարողանում է կրկին առաջ անցնել Բենֆիկան, գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Վարդգես Իսրայելյանը։ Վարդգես Իսրայելյան 3-2 երկրորդ խաղակեսի մեկնարկում տեսնում ենք կարողանում է Բենֆիկան իր առաջին գրով հաշվի մեջ կրկին առաջ անցնել այս խաղում երկրորդ անգամ արդեն իր խոսքը ասեց իր թիմի լավագույն ռմբարկում այսօր էլ Վարդգես Իսրայելյանը նրա 6-րդ գոլն էր այս մրցաշարում, շարունակեմ հիմա Այաքսի կազմը, դարպասում Արա Եսայանն է, Մոստ Մունյաթյան, Արտյոմ Սարգսյան, Վահե Պողոսյան, Հովհաննես Գյուրեղյան, Արայիկ Ավետիսյան, Հովիկ Իսկանդարյան եւ Դավիթ Հայրապետյան։ Տեսնենք այս գոլին հիմա ինչով կպատասխանեն Այաքսի տղաները, նրանք կարողացան 2 գոլի տարբերությունը վերականգնել առաջին կեսում, հիմա արդեն 1 գոլի առավելություն ունի Բենֆիկան, լավ, բայց այստեղ գնդակը Իսրայելյանը, գտավ կենտրոն, Իսրայելյան, փոխանցումը չստացվեց Վարդգես Իսրայելյանին, բայց եզրային նետում է վաստակում այս իրավիճակում Բենֆիկան։ Կրկին նետումը Բենֆիկային է լինելու։ Եգանյան լավ նկատեց Մկրտչյանին կենտրոնում, Յավերյան եւ խլեցին նրանից գնդակը, հիմա նետվում է գրոյի Այաքսը, Իսկանդարյան փոխանցում ձախ Ավետիսյանին եւ Սարգսյանն է հեռացնում հիմա գնդակը ուղղակի առաջ, այստեղ էլ Բունյաթյանը կարող էր սխալվել փոխանցում կատարելիս։ Ի վերջո հարված կտեսնենք Արա Եսայանի պաշտպանած դարպասից։ Երկար փոխանցում Կրչյանն է հեռացնում գնդակը, Իսրայելյանն նետվում է գրոյի հիմա կրկին Բենֆիկան, Վարդգես Իսրայելյան, անցումը չստացվեց այստեղ հիմա ռմբարկուի Բենֆիկայի եւ նետվում է հիմա գրոյի Այաքսը, փոխանցում դեպի Սարգսյանի, ներվից հարված շեղեր, հարված այստեղ Արտյոմ Սարգսյանին
Հիմա էլ Բենֆիկան է տեսնում ենք Անցել գրոյի Սարգսյան և հետ փոխանցում դեպի Եգանյանը Տեսնում ենք չեն շտապում Բենֆիկայի ֆուտբոլիստները Անաջով փոխանցում Հրաչը Ղազարյանից տեսանք Հերթական գրոն է փորձում կազմակերպել այս խաղում Այաքսը Խանցում առաջ կրկին Ղազարյանն է հեռացնում գնդակը Բենֆիկան խլեց գնդակը շտապեց մի փոքր այստեղ Հարություն Մկրտչյանը Երկար փոխանցում դեպի առաջ կրկին լավ գործեց Պաշտպանությունում Հրաչ Ղազարյանը Այաքսն է շարժվել կազմակերպելու, բայց կրկին պաշտպանությունում լավ գործեցին տեսնում ենք Բենֆիկայի ֆուտբոլիստները Հակագրով կարող ենք տեսնել Բենֆիկայից Յավերյան կարողացավ անկյունային վաստակել իր թիմի համար Դավիթ Յավերյանը անցած խաղում Բենֆիկան մրցեց Մոնցայդ և կարողացավ ոչ ոքի գրանցել 1-1 հաշիվը այնտեղ գրանցվեց Վարդգեզ Իսրայելյանը կրկին աչքի ընկավ այնտեղ Երկար փոխանցում և Լենա Սաքունցի ընթացքից հարվածը ընթացավ իսկ Այաքսը գոլազուրկ ոչ ոքի գրանցեց Արցախի պայքարում առաջին գոլազուրկ ոչ ոքին տեսանք այս մրցաշարում հիմա Այաքսն է նետվել գրոյի Սկանդարյան հարկում է գնդակը Սարգսյանի հետ Սարգսյան Սկանդարյան փոխեց գրոյի եզրը Խլեց գնդակ հիմա Բենֆիկան Լենա Սաքունց Հետ փոխանցում դեպի Մկրտչյանը Մկրտչյան մտավ կենտրոն արված Եսայանն է փրկում իր թիմին Լավ այստեղ մշակեց գնդակը Հովհաննես Իսկանդարյանը Պողոսյան հրաշալի անցում լավ փոխանցում Սարգսյանի ուղղությամբ Բայել է դաշտի սահմաններում գնդակը Սարգսյանը և կարողացավ անկյունային վաստակել իր վերջում Ավետիսյանն է գնդակի մոտ, փոխանցում Տուգանային հրապարակ, Վայրապետյանի հարվածը բարձր է ստացվում այստեղ Երկար փոխանցում Յավերյանի ուղղությամբ մի փոքր ուժեղ է Վերջով Իսրայելյանի փոխանցումը Այաքսը հիմա պարտվողի կարգավիճակում է նրանք փորձում են կրկին հավասարեցնել հանդիպան հաշիվը Իսկանդարյան բարձր ստացվեց Հովհաննես Իսկանդարյանի հարվածը 10 րոպե անցավ բարեկամներ երկրորդ խաղակեսից 3-2 է այս պահին հաշիվը Բենֆիկայի օգտին խլեց գնդակի Այաքսը Պողոսյան փոխանցում Հայրապետյանին Ղազարյանն է կրկին լավ գործում պաշտպանությունում
Սկանդարյան լավ անցումներ տեսանք, Սկանդարյանից պտտվեց իր առանցքի շուրջ կրկին Սկանդարյան, երբից հարված, ուղիղ Սուրեն Սարգսյանի վրա է, Հովանես Սկանդարյանի հարվածը, ներկա փոխանցում, Սակունցի ուղղությամբ, այս չկարողացավ վայել գնդակի Սակունցը, Յավրյան լավ փոխանցում Մարկ Եզեր, Իսրայելյանի նետվում է առաջ Բենֆիկան, Վարդգեզ Իսրայելյան ներվից կրակեց Վարդգեզ Իսրայելյանը, Եսյանն է փրկում իր թիմին, Խարկված է այս եզրային նետումը բարեկամներ, Աթեանը տեսնում եք խաղադաշտ մտավ Բենֆիկայի կազմում, Մկրտչյան փոխանցումը պակված է Այցում Մկրտչյանին Եգանյան հրաշալի անցում ձախ եզրով Արամ Եգանյանի կողմից բայց անհաջող փոխանցում տեսանք իմ նրա կողմից Արագ խլեց գնդակը Բենֆիկան Դավիթ Յավրյան փոխանցում Իսրայելյան հարվածը շեղ էր այստեղ Վարդգեզ Իսրայելյանին Փոխանցում վտանգավոր կարող է ստացվել, բայց Սարգսյանը որսած գնդակը Բախտում Հրաչ Ղազարյանի հետ պայքարում Ավիթ Հայրապետյանը բախտեց հայկյանները Եգանյան նետումը Էություն երկար փոխանցում դեպի Իսրայելյանի ուղղությամբ Իսրայելյան տեսնենք ինչ կմտածի այստեղ փափուկ փոխանցում հեռացված է գնդակը ի վերջո Ղազարյանն է նորից լավ գործում պաշտպանությունում 10 րոպե մնաց հանդիպման ավարտին բարեկամներ 3-2 հաշվով այս պահին Բենֆիկան հաղթում է Այաքսին կրկին Ղազարյան այս անգամ էլ Սարգսյանն է հեռացնում գնդակը փոխանցում Հայրապետյան հարված շատ վտանգավոր էր այստեղ Դավիթ Հայրապետյանի հարվածը Անհաջող են գործում այստեղ պաշտպանությունը Բենֆիկայի ֆուտբոլիստները Հայրապետյան փափուկ փոխանցում Սարգսյանը վերցրեց գնդակ եւ արագ նետեց դեպի Մկրտչյանի ուղղությամբ Խախտում այստեղ էլ դաշտի կենտրոնում Մկրտչյանի հետ պայքարում
երկար փոխանցում Իսրայելյանի կողմից Յավերյանի հարվածը մի փոքր լավ չստացվեց։ Օսյան մտավ կենտրոն, թողեց գնդակը Իսկանդարյանին։ Գնդակով է Այաքսի ֆուտբոլիստները, բայց Ղազարյանը խլեց գնդակ եւ նետվում է առաջ Մունյաթյանը վերջի բանը հեռացրեց գնդակը։ Մա չեն շտապում, տեսնում ենք Բենֆիկայի ֆուտբոլիստները։ Կրչյան, ստենք հարված կլինի, թե ոչ։ Փոխանցում Յավերյանին, Դավիթ Յավերյան թողեց գնդակը Իսրայելյանին։ Ես Իսրայելյան, լավ պատխաղարկումներ եւ խախտում այստեղ։ Վարդգես Իսրայելյանի այդ պայքարում։ Կրկին տեսնում ենք խաղադաշտում կրքերը բորբոքվեցին։ Հեռացվում է խաղադաշտից, կարծես թե Արտյոմ Սարգսյանը, տեսնենք այնտեղ կարմիր քարտ, կարծես թե գերբանից հանեց մրցավարը, բայց ոչ, դեռ խաղադաշտում է Սարգսյանը, Սուլի չկա, վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել Բենֆիկան, տեսնենք ինչպես կիրացնի Մկրտչյանը, Էրվից հարված, վտանգավոր հարված կատարեց Մկրտչյանը, մի փոքր շեղ էր հարություն Մկրտչյանի հարվածը։ Հանդիպումը շարունակվում է, բարեկամներ, Բենֆիկան է անցել գրոյի, Կրչյան և հետ փոխանցում վերջո դեպի Եգանյանը։ Շարունակվում է Բենֆիկան գրոյել, փոխանցում է շատ ուժեղ էր այս Աթայանին։ Հերթական գրոն է սկսում Այաքսը այսօրվա, լավ փոխանցում Հայրապետյանի ուղղությամբ, Հայրապետյան փոխանցում էդ, ոչ, այնտեղ Ավետիսյանն էր Զախեզում հայտնվել, Էրվից հարված վտանգավոր էր, դուրս էր եկել ի վերջում, գնդակը դարբի սահմաններից հարված կլինի դարպասից, նորից կրքերը բորբոքվեցին այստեղ, հանդիպումը շարունակվում է ի վերջո բարեկամներ շատ են այսօր այս դրվագները տեսնում ենք շատ քիչ ժամանակ մնաց հանդիպման ավարտին դեռ պարտվում է Այաքսը մեկ գնդակի տարբերությամբ Բենֆիկային, նրանք նետվել են առաջ հիմա երկար նետում, հեռացված է գնդակը և կարող է հիմա հակագրոյել Բենֆիկան, Յավերյան լավ փոխանցում դուրս եկավ իր տեղից Եսայանը,
մի փոքր վտանգավոր գործեց այստեղ հեռացնելի Սարա Եսյանը։ Իսրայելյանը լավ գործեց, բայց սխալվեց փոխանցում կատարելիս Բունյակյանը արվածը շեղեր Մոս Բունյակյանի լավ հնարավորություն ստացավ հիմա Այաքսի խաղացողը հաշվի մեջ։ Հաշիվը հավասարեցնել արագ խարկեց հիմա Սուրեն Սարգսյանը Յավրյան բախում հիմա Եսյանի ու Յավրյանի կողմից Օտածածկին է հիմա Դավիթ Յավրյանը Տուգանային է վաստակել կարծես թե Բենֆիկան Դեր խոտածածկին է տեսնում ենք Յավրյանը, բայց այս դրվագը հիմա ուսումնասիրելու է խաղի մրցավարը, տեսնենք ինչ որոշում կկայացնի։ Տեսնում ենք բարեկամներ խաղի մրցավարը որոշումը կայացրեց վիճելու համար այս դրվագում վերջին Արտյոմ Սարգսյանը երկրորդ դեղինը ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից, տեսնում ենք չեղարկված է այս խախտումը խաղի մրցավարի որոշմամբ եւ Այաքսինն է լինելու գնդակը հիմա 1 հոգի պակաս է անցկացնելու այս վերջին 2-3 րոպեները Այաքսը Սարգսյանը ի վերջո իր երկրորդ դեղինը ստացավ Եսայան առաջ փոխանցում Հիմա այս րոպեներին ծանր իրավիճակում էլ ավելի հայտնվեց Այաքսը նրանք պարտվում են բայց 1 հոգով արդեն պակաս են անցկացնելու հանդիպումը այս րոպեների Այաքսը անցել է գրոյի Դավիթ Հայրապետյան անցումը չստացվեց Հայրապետյանի Եգանյանը լավ անցում կատարեց հիմա տեսնում ենք, բայց փոխանցումը չստացվեց Արամ Եգանյանին Բունյակյան շարժվում առաջ, Մոս Բունյակյան, տեսնենք ինչ կմտածի իմանա Փոխանցում Պողոսյանին, բայց Պետրոսյանն է հեռացնում գնդակը հիմա կարող է հակագրոհել Բենֆիկան Կրչյան մտավ կենտրոն, լավ փոխանցում վտանգավոր կարող էր ստացվել այստեղ իր թիմի դարպասը կարող էր գրավել հիմա Հովիկ Իսկանդարյանը, բայց անկյունային է ի վերջո այս դրվագում վաստակել Բենֆիկան Խաղարկված է անկյունայինը Դավիթ Յավրյան, փոխանցումը փակված է Այաքսն է գնդակով շարունակվում է Այաքսի գրո Բունյակյան դեռ խաղարկում են գնդակ Այաքսի տղաները Ավետիսյան ձախեզրում է Ավետիսյանը փոխանցում Իսկանդարյանին Եսայան հիմա շարժվում է առաջ Եսայանը Ստալվեց այստեղ փոխանցում կատարելիս Պետրոսյան երկար փոխանցում դեպի Մկրտչյանի ուղղությամբ Սնենք Մկրտչյանը այդ փոխանցում Աթայան արված Եսայանը մի փոքր դժվարությամբ փրկեց իր թիմին այս իրավիճակում Կրկին նետվել են ամբողջ կազմով Այաքսի ֆուտբոլիստները առաջ Եվ եզրային նետում է վաստակում այստեղ Այաքսը Հայրապետյան խլեց գնդակը այստեղ Պետրոսյանը և նետվել է հիմա հակագրոհի Բենֆիկան Մկրտչյան կարող էր եզրափակել
Այս խաղի ելքը, բայց չկարողացավ հարվածել Հարություն Մկրտչյանը։ Անկյունային է վաստակել այստեղ Բենֆիկան։ Հարկված է այս անկյունայինը։ Խլեց հնդակի հիմա Իսկանդարյանը և խաղթում Մկրտչյանի կողմից զգուշացվելու այստեղ Հարություն Մկրտչյանը։ Գործում է Այաքսը ոչ ոքի կորզել, մեկ հոգի պակաս գտնվելով տեսնենք փոխանցում Ֆուրանային հրապարակ Բունյաթյանը հարված վտանգավոր էր Մոս Բունյաթյանի հարվածը հարված կլինի Սուրեն Սարգսյանի պաշտպանած դարպասից վերջին րոպեն է ընթանում բարեկամներ մեզ մոտ ավելացված երկար փոխանցում է Իսրայելյանի ուղղությամբ ձախ եզր է արդեն տեղակայվել Վարդգես Իսրայելյան լավ խաղարկումներ Իսրայելյան եւ Եսյանն է փրկում հիմա իր թիմին Վարդգես Իսրայելյանի հարվածից հետո շատ կարեւոր փրկություն հիմա Եսյանի կողմից Եզրային նետում այստեղ Այաքսի օգտին Հարկված է եզրային նետումը Հայրապետյան Խլեց հիմա գնդակը Յավելյանը ի վերջո երկար փոխանցում Նեպի Սարգսյանը փոխանցում Իսկանդարյան Նետվում է գրոյի Այաքսը վերջին ուժերով տեսնենք փոխանցում անաջող էր ի վերջո Պողոսյանի փոխանցումը եւ վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է շատ թեժ պայքարում կարողանում է գոլառատ պայքարում հաղթել Բենֆիկան 3-2 հաշվով Այաքսին եւ հերթական 3 միավորն է վաստակում Բենֆիկան իր առաջին պարտությունն է կրում այս մրցաշարում Այաքսը ի վերջո հետաքրքիր հանդիպումներ ստացվեցին այսօր բարեկամներ այսքանն ենք պատրաստել ձեզ համար այսօրվա համար բարի գիշեր եւ ամենայն բարիք